Ողջունում եմ բոլորին սիրելիներս, այսօր ապրիլի 3-ն է, օրը 5շաբթի 2025 թվական, ես արթնացել եմ և սրտիս դրվեց, որ ձայնագրեմ ուրեմն 20 տարի առաջ ինչա պատահել իմ հետ և կիսվեմ իմ քույր եղբայրների հետ, սիրելիներս 20 տարի առաջ այդպես պարկած էի, երեկոյան ուշ ժամ էր, պարկած էի, բայց քնած չէի, մտորում էի այդպես, տարբեր բաների շուրջ մտորում էի, ես չգիտեմ դա ոնց անվանեմ, ոնց կլինի ճիշտ, մտքի հափշտակություն, թե կլինիկական մահ, ես չգիտեմ դա ինչ ասեմ, ես չգիտեմ կոնկրետ դա ինչ էր, բայց ես գիտեմ, որ ես պարկած էի և ես վատ չէի զգում, մեկ էլ ուրեմն ես տեսնում եմ, որ շատ ուժեղ արագությամբ իջնում եմ ներքև, կարծես թունելի նման ինչ-որ մութ, նեղ ինչ-որ այդպես տեղ ա, շատ մեծ արագությամբ իջնում եմ և գիտեք հայտնվեցի դժոխքում, սիրելիներս, հայտնվեցի դժոխքում, այնտեղ բացարձակ լույս չկա, դժոխքի լուսավորությունը այդ կրակներն են, որ տեսանելիություն ա տալիս և տեսնեմ ուրեմն մի հատ մեծ մսաղաց, շատ մեծ մսաղաց, այդ մսաղացի վրա կանգնած ա մի հատ մեծ դև, բոյով այդպես մեծ ինքը դև ա և փոքրիկ ուրեմն մարդուկների նման, բայց երբ որ ես մոտեցա, ուրեմն տեսնում եմ իրանց կարծես թե լեզվի տեսքով լինեն, ներողություն, բայց այդ լեզվի վրա կա և աչքեր, և քիթ, և բերան, և ձեռքեր, ոտքեր, բայց ընդհանուր, այսպես նայում ես, կարծես լեզու լինի, ու շատ էին, այդպես իրանք հերթ էին կանգնել, հավաքվել էին, և այդ դևը վերցնում էր այսպես իրա ձեռքով, բարձրացնում, այդ լեզուն գցում էր ուրեմն այդ մսաղացի մեջ և աղում էր, երբ որ աղում էր այդ լեզուն, այնտեղ գոռալ, ճվալ, մի խոսքով անտանելի ձայն էր, անտանելի հոտ, անգամ հոտն եմ ես զգացել, տհաճ, անտանելի և երբ որ այդ լեզուն ուրեմն աղում էր դևը, հատ յուրաքանչյուրին, ուրեմն այդ ոնց ա մսաղացը, չէ այդ փոքրիկ այդ ծակերից այդ միսը, սիրելիներս գալիս թափվում էր գետնին, մինչև հիմա 20 տարի անցել ա, այսպես աչքիս առաջ ա այդ տեսարանը, այդ միսը թափվում էր այդ ծակերից, թափվում էր գետնին, գետնի վրա նորից կպնում էր, նորից միավորվում էր, նորից վերականգնվում էր, դառնում էր այդ նույն այդ իրա լեզվի տեսքով, որ ինքը կար, այսինքն այնտեղ մահ չկա, այնտեղ վերանալ չկա, նորից ուրեմն վերականգնվում ա, կպնում ա, նորից դառնում ա նույն այդ մարդը, լեզվանման, լեզվատեսքով և գնում ա նորից, հերթ ա կանգնում, որ իրան նորից աղան, երբ որ գալիս ա յուրաքանչյուր այդ լեզվի այդ հերթը, հերթով այդ ուրեմն դևը աղում ա, այդ միսը թափվում ա գետնին, վերականգնվում ա, նորից գնում ա, հերթ ա կանգնում, ես որ տեսա, այնպիսի տհաճ տեսարան էր, պատկերացրեք, որ ես այդ տեսնում եմ իմ աչքերով և ձայն լսեցի, բարձր ձայն, սա գեհենն ա, իսկ մենք ինչ ենք կարդում Հակոբոսի մեջ, Հակոբոսի թղթի մեջ, լեզուն դա գեհենից ա բռնկվում, և ես
մի անգամից այսպես աչքերս բացեցի ու ես պառկած եմ։ Ես չհասկացա դա ինչ էր, ոնց էր, բայց Տերը ինձ տարավ, չգիտեմ, մտքի հափշտակություն էր, ինչ էր, ամեն դեպքում ես տեսա դա։ Տերը ինձ տարավ գեհեն եւ ինձ ցույց տվեց այդ տանջանքները, այսինքն տվյալ տեղում այն հոգիներն էին, ովքեր մեղանչել էին լեզվով։ Գիտեք, ես մինչ դա, ասենք, չեմ պատկերացրել, որ լեզվով, ասենք, ինչ կարա մարդ անի լեզուն, բայց այդ ուրեմն տեսիլքից հետո, չգիտեմ ինչ ասեմ դրան, այդ հայտնությունից հետո ես սկսեցի մտածել լեզվի մեղքերի մասին եւ իրոք ահավոր է լեզվի գործած մեղքերը, չէ որ լեզվով մենք կարանք մարդուն սպանենք, լեզվով մենք կարանք մարդուն դատենք, լեզվով մենք կարանք մարդուն նսեմացնենք, այդպես խոսք կա, չէ, ժողովրդական ասма թրի կտրածը լավանում է, լեզվի կտրածը չէ, այսինքն ինչքան սուր է, չէ, լեզվի խոսքը, մարդուն մի հատ խոսք կարաս ասես, այդ մարդը տարիներով խելքի չգա, ուշքի չգա, ոնց որ Տերը ինձ հասկացներ, որ լեզուն ինքը այնպիսի անդամ է, զգուշություն արեք ձեր լեզուներին, հատուկ տեղ կա գեհենում, որտեղ տառապում տանջվում են այն մարդիկ, ովքեր այդպես տեղ են տվել լեզվով մեղանչելու, լեզվով մեղք գործելու, լեզվով դատել, բամփասել, նսեմացնել մարդուն, լեզվով սպանել, վիրավորել, այն ասում է, չէ, լեզվի թույնդ թափես մարդու վրա, շատ հետաքրքիր էր եւ ես այսօր որ արթնացա, այդպես կարծես թե հիշեցի 20 տարի առաջ հետ գնացի եւ ուզեցա որ ձայնագրեի, որ իմ սիրելի քուր եղբայրներս էլ լսենք եւ իրար հետ մենք բոլորս ապաշխարենք, որպեսզի մեր լեզուն, սիրելիներս, Տիրոջ դաշտում լինի, իսկ ինչ է նշանակում լեզու, որ գործում է Տիրոջ դաշտում, այս լեզուն չի տրված մեզ, որ մեկս մյուսին ցածրացնենք, մեկս մյուսին նսեմացնենք, մեկս մյուսին դատենք, բամփասենք, մարդ գիտեմ ասում եմ աղոթի երկու խոսք չի կարում կապի իրար, բայց խոսալուց սաղ աշխարհին դնում, դատում, խոսում, իբր թե ցավ է քաշում, բայց 5 րոպե աղոթելու բան չունի, 5 րոպե չի կարում, ասում եմ չեմ կարում, Տերը այսօր ասում է որտեղ է քո լեզուն, ինչ գործի վրա է քո լեզուն, ես այսօր քեզ լեզու բերան եմ տվել, գիտեք ինչքան մարդիկ կան աշխարհում, որ համր են, տարիներ առաջ ես մի հատ բալիկ էի պահում, իրա պապիկը համր էր, դա դև է, որ բռնում է մարդուն, կհիշեք Հիսուսը երբ որ ազատագրեց, համր ոգի, չէ, ասեց դուրս արի, խուլ եւ համր ոգի, դրանք ոգիներ են, որ բռնում են մարդուն, բայց այսօր Տերը ասում է, ես քեզ տվել եմ լեզու, ես քեզ տվել եմ բերան, իսկ որտեղ է այդ լեզուն, ինչ է անում այդ բերանը, շատ անգամ չի բացվում բերաններս, ոչինչ չունենք ասելու Աստծուն, ծնկում ենք աղոթելու, աղոթք չկա, խոսք չկա, համրացած, որտեղ է մեր լեզուն, իսկ ինչի չի փառաբանում, իսկ ինչի չի պատմում Տիրոջ գործերը, իսկ ինչի չի խոսում, չի վկայում Տիրոջ արած հրաշքների մասին, եթե մենք ամեն մեկս հետ գնանք, քննենք մեր կյանքը, հիշենք մի հատ վերանայենք, Ինչքան բաներից է Տերը մեզ պահել, ինչքան բաներ է սովորեցրել, իսկ ինչի ենք համրանում, ինչի չենք կարում խոսանք, ինչի չենք կարում փառաբանենք, փառք տանք ամեն բանի համար, միթե այս լեզուն տրված է մարդկանց նսեմացնելու, ցածրացնելու, քցելու, չգիտեմ, վիրավորելու, խոցոտելու համար, Այս լեզուն տրված է փառաբանելու, օրհներգելու, Տիրոջ գործերն ու հրաշքները պատմելու համար,
դրա համար այսօր ամեն մեկս նայենք մեր կյանքին, նայենք ինքնաքննություն անենք, որտեղ ա մեր լեզուն, որտեղ պիտի լինենք մենք, բայց որտեղ ենք հիմա, ինչով ենք զբաղվում, արդյոք այդ լեզուն դրա համար ա տրված։ Գիտեք, մի հատ բան էլ հիշեցի, մի քույրի գալիս ա եկեղեցի, այն տարիներին, որ հալածվում էր եկեղեցին, այդպես թաքուն հավաքվում են եւ եղբորն ասում ա արի աղոթենք, որ տղաս սովորեց 6-7 տարի, ինչքան չեմ հիշում լավ, եւ ոչ մեկ չիմացան, որ ինքը հավատացյալ ա։ Եվ այդ եղբայրը ասում ա վայ քեզ, վայ քո տղային, որ այդքան 6 տարի սովորել ա եւ ոչ ոք չի իմացել, որ ինքը հավատացյալ ա։ Այդպես ծպկված ապրել եք, ձեներդ կտրած, բա որտեղ ա ձեր աղուլույս լինելը, որտեղ ա ձեր լուսավորվելը, ձեր համը, Աստծո համ առնելը, որ ոչ մեկ չի իմացել եւ մի հատ էլ գալիս ես եւ ուրախանում ես, որ ավարտել ա տղատ եւ այդպես էլ ոչ ոք չիմացավ, որ դուք հավատացյալ եք եղել, բա որտեղ ա եղել քո լեզուն, թե վախենում եք հալածանքից, աշխարհի հետ աշխարհեք, հավատքի հետ հավատքեք, մարդիկ ձեր հետ շփվում են տարիներով, ես այտենց մի հատ քույրիկ գիտեի, մի ամիտ, որ իմացել էին հավատացյալ, զարմացել էին, ասում են ինքը երբևիցե ոչ մի բան չի ասե, աշխարհի հետ աշխարհ, հավատքի հետ հավատք, եւ Տերը լացում է այսօր ողբում է իր ժողովրդի համար, որտեղ պիտի լինեին, բայց որտեղ են, որտեղ պիտի լինի այդ լեզուն եւ ինչ պիտի անի, բայց ինչի մեջ է։ Դրա համար Տերը փառավորվի, ողորմություն անի յուրաքանչյուրիս, որպեսզի նայենք մեր շավիղները, քննենք մեր ճանապարհները, որտեղ ենք մենք, որտեղ ա մեր լեզուն։ Եվ հիշեցի այդ տեսիլքը, հիշեցի այդ տեսարանը։ Տերը ողորմություն անի, ոչ մեկս քավլիցի, ոչ մեկս չհայտնվենք այնտեղ, որտեղ ահավոր է, այնտեղ մահ չկա, այնտեղ չկա, որ գիտես, հա, ոչինչ տանջվեմ, մեռնեմ, պրծնեմ, չկա տենց բան, հավիտենական դժոխք։ Եվ արժի այս երևացող բաների համար ժամանակավոր, որ այսօր կա, վաղը չկա, կորցնենք մեր փրկությունը, արդյոք արժի։ Տերը փառավորվի ամեն բանի մեջ, օրհնում եմ ձեզ յուրաքանչյուրին Հիսուսի անունով, Տերը օրհնի ձեզ, ամեն։